Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 6-ի համար։ Օրը շաբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Դա համար նայում ենք այս մյուս քարտերով իհարկե, քանի որ շաբաթ է օրը։ Ձայնս մի փոքր քաշվել է, որովհետև երեկ էլ տեսակ խոսելուց երևի թե զգացիք, որ քաշվել է, ամենայն դեպս երեկ շատ խոսեցի, եւս ավելի շատ քաշվեց։ Մի քիչ բարկացել եմ, ղժղժացել եմ, դա համար ասում են քիչ ղժղժ, որ էլի իդեպ ասեմ, որ Ֆրանսիայի հետ է կապված, բոլոր տեսակի ղժղժոցը Ֆրանսիան է, որ ինձ միշտ հունից հանում է, ուրիշ ոչ ոք։ Ահա, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերի։ Ձայնս դեռ մի փոքր կարող է արձագանքել, դեռևս բնականաբար ամբողջ իրերը բերված չեն այս սենյակ, դրա համար էլ այս վիճակում ենք։ Այդքան հեշտ չի։ Ժամանակի խնդիր է նաև եւ բերելը եւ այդքան տեղադրելը։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 6-ին։ Բավականին ոգևորված այսօրին կողմ կգնաք, նավրը ճանապարհ եք գնում, միգուցե անցյալի հետ կապված որոշ հարցեր եք լուծում ավարտում, որ վերջանա դա ձեզանից գնա։ Նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր։ Միգուցե եւս այդ մարդիկ կապված են ձեր անցյալի հետ, օրինակ, ինչ որ նախկին ծանոթներ են։ Եվ եթե ինչ-որ բաներ եք պատվիրել, կարող են բերել, դեռևս շաբաթ օրը օրվա կեսը աշխատում են, այնպես որ կարող եք ստանալ, միգուցե նաև ինչ-որ բաներ եք պատվիրում խանութից, այլ մեկ այլ տեղից եւ ստանում եք, բերում են տուն։ Եվ այդ օրը կմխրճվեք անցյալի մեջ, միգուցե հյուրեր են գալիս, հյուրերի հետ եք խորանում, հիշում եք ձեր անցյալը, կամ ինչ-որ մի բան է, որը կապված է եւս էլի անցյալի հետ։ Մարդը վերհիշում է անցյալը։ Եվ հաջողություն ունեք այդ օրը դռներ են բացվում ձեր առջև, միգուցե ձեր անցյալում կատարած ինչ-որ աշխատանքի համար նոր դռներ են բացվելու ձեզ համար։ Դե ընդհանրապես լիալուսնից հետո շատ բաներ են բացահայտվում եւ այնպես չի որ բացահայտվում են վատ տեսանկյունից։ Այնպես որ յուրաքանչյուրի մոտ հա ինչ-որ մի ձևով մի բանը կբացահայտվի։ Եվ սա ձեզ համար նոր դռներ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 6-ին։ Ձեր ցանկությունները կիրականանան ինչ-որ առումով, չգիտեմ ինչ եք մտածել, ինչ եք ուզում անել, նաև օտար երկրի հետ կապված ոչ տեղեկատվություն կարող եք ստանալ։ Նաև բաց է առաստված կապը եւ կարող եք դիմել Աստծուն, դիմել տիեզերքին, ով հավատում է, դիմել հրեշտակներին նաև ինչ որ մի բան անելու համար ձեզ համար։ Եվ սա նաև աստղը դա ոնց որ մարդը աստղի նման փայլում է այդպես։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Ձեր ամուսինն է, ձեր երկրորդ կեսն է, միգուցե այդ տղամարդը ձեզ ամուսնության առաջարկ անի, միգուցե ճակատագրական հանդիպում է, որի հետ կարող եք ամուսնանալ, նաև դա գործարք է, ինչ որ գործարք կարող եք ընկել որևէ մեկի հետ կամ գնալ հարսանիք, կամ այդ օրը ձեզ հրավիր են հարսանիքի, կամ այդ մարդու հարսանիքն է կարող գնում եք։ Պատրաստվում եք, իրան եք օգնում հարսանիքի հետ կապված, պարտադիր չի որ շաբաթ է, հենց այդ օրը մարդը հարսանիքի է կարող, այդ օրը ուղղակի ցույց է տալիս, որ սկսելու եք պատրաստվել որևէ հարսանիքի։ Ոմանք նամակագրական կապ կհաստատեն, ոմանք իրոք այստեղ պայմանագիր է, որը կարող եք կնքել, ստորագրել։ Նաև ինչ որ փաստաթղթեր կարող եք ստանալ, փաստաթղթեր ուղարկել, հանել որևէ փաստաթուղթ, չգիտեմ, այնտեղ ինչ որ պահեր անել, ցուցակ կազմել, ամանոր է, միգուցե որոշում եք ամանորի ցուցակը կազմել։ Ես է չեմ կազմել, որպես ցուլ, դեռևս չեմ կազմել, որովհետև դեռ պլանները մի քիչ ուրիշ են, ոնց որ վերջնական պլաններ չկան, որովհետև ծախսեր անես մնալու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։
Ինչ է սպասվում եկուրակներին դեկտեմբերի 6-ին։ Ինչ-որ բանի կորուստ է, տեսնենք ինչն է սա։ Կորուստը դա նաև մանր-մունր խնդիրներ են, որոնք որ առաջանում են, որովհետև կռիզները մեր կյանքում առաջացնում են մանր-մունր խնդիրներ։ Տեսնենք ինչի հետ է կապված։ Սիրո հետ է կապված, դա հարաբերության հետ է կապված, ուշադիր եղեք ձեր երկրորդ կեսի հանդեպ այդ օրը, որպեսզի չվիճեք, որովհետև այդ կորուստը նաև դա է նշանակում։ Եվ վստահության կորուստ դա կարող է նաև լինել կամ անհավատա ինչ-որ բայր կան։ Կամ ձեր սիրելի մարդիկ են, կամ ձեր երկրորդ կեսն է։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Միգուցե իր առիթն է, միգուցե իր հետ գնում եք ոչ հասարակական վայր, միգուցե հասարակական գործիչ է, ինչ-որ մեկն է, որ հայտնի է, կամ տեսնում եք օրինակ փողոցում, դրսում, խոսում եք հետ, նաև սա ուղղակի առիթ է, որ կարող է իրար հետ եք կամ գնում, կամ իր առիթն է։ Բայց այդ օրը խորամանկ մարդիկ կան ձեր կյանքում, միգուցե դուք պետք է լինեք ինչ-որ չափով խորամանկ, այստեղ այդ աղջիկա հետ կապված կամ միգուցե տղաների համար սա նոր ծանոթություն է, միգուցե նաև սա ոնց որ մարդը մի քիչ խորամանկ լինի եւ այդ աղջիկա շուքի տակ ինքն էլ այդպես հայտնի դառնա։ Նաև այդպես։ Բայց եւ չի բացառվում, որ այստեղ կան նաև խաբեություններ, խաբեբաներ, այնպես որ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 6-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, փոփոխություն տան, փոփոխություն իրերի, փոփոխություն երկրի հետ կապված, քաղաքի հետ կապված, սա նաև գործողում կարող է լինել ոմանց համար, հղիություն, ծննդաբերություն, ճանապարհ երկար կարող է գնալ եւ փոփոխությունը դեպի լավը ամենա ինչ-որ նայեք, այստեղ կայունանում է որոշ ինչ-որ բաներ ձեզ մոտ եւ այդ փոփոխությունից է գալիս դա այդ ամենը։ Եվ այդ օրը որոշ հարցեր, որոշ ոլորտներ կկայունանան, այն ոլորտները, որոնց համար դուք անհանգստանում եք, որոնց ձեզ անհանգստացնում է, դրանք կկայունանան։ Եվ իհարկե ինչ-որ բաներ են անցյալից, որը կամ կհիշեք, կամ կխորանաք անցյալի մեջ, կամ որևիցե խնդիր էր անցյալում, որը եւս ինքը կայունությունը նաև ոնց որ վերաբերվում է այդ անցյալի հետ կապված խնդիրներին։ Կամ այն ինչ որ բացի եք թողել, հիմա եք անում ավարտում։ Եվ ուղղակի կարող է անցյալից ոչ թե մեկին հանդիպեք, տեսնեք, խոսեք, այսպես որ նախկինում օրինակ ճանաչել եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 6-ին։ Շատ աշխատանք այդ օրը կունենաք, բավականին շատ։ Կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, ոմանք նաև կարող գնան ռեստորան, ոմանք նաև գնան հիվանդանոց կամ ուսման կենտրոնը դե փակ է, որովհետեւ պետական հիմնարկություն կարող գնալ։ Նաև սա ձեր աշխատանքն է, ձեր բիզնեսն է, որը կարող եք առաջ տանել։ Միայն մի քիչ բորբոքված եք։ Միգուցե աշխատանքի հետ է կապված, միգուցե ինչ-որ բաներ եք հիշում աշխատանքի հետ կապված։ Բորբոքվածությունը շատ արագ կանցնի, միգուցե մի հատ անակնկալով, մի ինչ-որ ուրախ պահերով, անմիջապես կանցնի, փոխվի բարձր տրամադրության։ Միգուցե ներքին անհանգստություն է դա եւ ամեն ինչ վերանում է։ Ամենայն դեպս սա իդեալական քարտ է սրանից հետո, որ մարդը բարձրացնում է եւ իր տրամադրությունը եւ ամեն ինչ անցնում է մեկական թարթում, մոռանում է ինչ է կատարվել, մոռանում է ինչ իմաստներ անհանգստանում։ Եվ նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ որ մարդկանց հետ, փաստաթուղթ ձևակերպել, ստորագրել, ցուցակ կազմել, ոմանորի հետ կապված, կամ ուղղակի առևտրի հետ կապված այդ շաբաթվա, եթե շաբաթում եք առևտրանում, ինձ նման։ Նաև դա
Միգուցե հրավիրատոմս է, ծրար է, ինչ որ բան է, այստեղ կարողանում եք պետական հիմնարկություն, գումար եք վճարում, թուղթ են տալիս, դուք եք թուղթ տալիս, գումար եք ստանում, ինչ որ պահեր են, որոնք կապված են նաև դրա հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 6-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Ինչ որ կարող է ձեր երեխայի օրինակ կնքահայրն է, միասին բիզնես եք հիմնում կամ կարող է խորհրդակցում եք այդ մարդու հետ, թե ինչպես օրինակ բիզնես բացել։ Միգուցե բժիշկն է, ով երեխայի ծնունդն է ընդունում, գուցե նաև ինչ որ տղամարդ է, ով երեխաներ ունի եւ ծանոթանում եք իր հետ, դա որպես երկրորդ կես նաև։ Երեխաների հետ կապված դա կարող է լինել մանկապարտեզի հետ կապված, դպրոցի հետ կապված, ինստիտուտ, դրսում եք հանդիպում իրեն։ Եվ կողը ձեր եղբայրն է, օրինակ երեխաներին բերում է, թողնում է ձեզ մոտ, ձեր տղան է, երեխաներին բերում է, թողնում է ձեզ մոտ, որպեսզի ինչ-որ մի տեղ գնա։ Այդ օրը բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, նաև շատ իրական լեզվակռիվ է դա, եւ իհարկե բամբասանք։ Եվ ինչ-որ ոլորտ կկայանանա ձեզ մոտ։ Միգուցե հետ խոսում եք, ինչ-որ հարց եք լուծում, չեմ կարող հստակ ասել, բայց որոշ ոլորտներ ձեզ մոտ կկայանանա, կնորմալանա, ոնց որ կհանգստանա այդ ոլորտը, չկան հանգստանա այլևս դրա մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ուզում, այսը թռնում է, նայեք, հա։ Ուսմա դե տղա ես, հետո էլ դուրս արի, հայցա տեսնենք, հետ կան տղայա, ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 6-ին։ Բայց այլ էր ոնց որ թռնում։ Տղայա, պատեմ բան ուներ ասելու, տեսակ, ես ձեր աչքի առաջ եմ հանել, երկու անգամ թռավ, նպես որ տակնել է նույնը իրենից, իր եղբայրն են, այսպես թողնեմ, ուրեմն որոշ ոլորտներ կկայանանա ձեզ մոտ, ինչ որը, որ ձեզ անհանգստացնում է, եւ սա շփում է, կամ շփում է այդ օրը, կամ բամբասանք է, կամ լեզվակռիվ է, միգուցե ինչ որ զգուշացում ունեք, որ շատ մի խորացեք ինչ որ մի թեմայի շուրջ, որտեղ կարող եք վիճել ինչ որ մեկի հետ, կամ շատ մի կիսվեք, որովհետեւ բամբասանքներ կան եւ հետո ձեզ համար է վատ լինելու այդ պահերը։ Դրա համար թռնում է։ Սա նաեւ անհանգստություն է։ Մարդը ներքին անհանգստություն ունի։ Միգուցե դա է ցույց տալիս, որ այդ օրը կարող եք ինչ-որ բանի համար անհանգստանալ, բայց պետք չի անհանգստանալ, որտեղ կայունություն կա։ Միգուցե ճանապարհի համար եք անհանգստանում, այստեղ ոմանք ճանապարհ կգնան կամ երկար է այդ ճանապարհը կամ ձեր ընտանիքից ուրացա մարդիկ են գնում։ Տեղափոխություն դա կարող է լինել եւս որ անհանգստանում եք, բոլորս էլ անհանգստանում ենք տեղափոխվելու ժամանակ, բայց ընդհանրապես լավ կլինի, որ տեղափոխվելուց առաջ մի հատ ուսումնասիրեք այդ տարածքը, տեղանքը, նոր հետո գնաք, որ ձեզ համար ավելի հեշտ լինի։ Թեկուզ եթե երկիր եք գնում, լավ կլինի օրինակ մեկ անգամ տուրիստականով գնաք, հասկանաք ինչը ոնց է, հաստատ ձերն է, նոր հետո ինչ-որ բաներ, որտեղ այստեղ նաև կարող է լինել տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք։ Դա նաև անհանգստություն է ձեր գործերը առաջ տանելու համար։ Մտածում եք դրա մասին, թե ինչպես կկարողանաք այդ գործերը առաջ տանել, այսպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Էլի դուրս թռնում, կշրկներին դուրս թռավ հերիք չի մել էստեղ։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 6-ին։ Կամ
կամուրջ է ստեղծվելու որևիցե մի հարցին լուծում տալու համար, ինչ որ մեկին հանդիպելու, ինչ որ մեկի հետ հաշտվելու համար, միգուցե նոր բիզնես բացելու համար, երեխաների հետ հաշտվելու համար, եթե խնդիրներ կար, թոռների հետ հաշտվելու հետ կապված։ Նաև սա ավելի հեշտ ծննդաբերություն է, եթե պետք է ծննդաբերեք այդ օրը հղիություն է, եւս սա ավելի հեշտ կլինի այդ օրը, այնպես որ ովքեր որ ցանկանում են հղիանալ, պետք է փորձեք անպայման։ Եվ կարող է երեխաների հետ է կապված, ձեր երեխաների համար է ստեղծվում այդ կամուրջը, որպեսզի ինչ-որ մի բան անեք։ Ոմանք այդ օրը երեխաներին կբերեն ձեր տուն, թոռներին, այդպես խնամեք իրենց հղիությունը, ծննդաբերությունը, նաև նոր բիզնես է, որը կարող եք ցանկանալ բացել։ Եվ ասեմ, որ բացեք այն բավականին կայուն կլինի, եթե բիզնես ունեք եւ ինչ որ հարցեր կարող եք լուծել բիզնեսի հետ կապված, եւս այդ հարցերին կայունություն է տրվելու։ Ինչ որ անհանգստանալու ոչ մի խնդիր չկա։ Եթե խնդիրը կար, ուրեմն այդ օրը ամեն ինչ կլուծվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 6-ին։ Շատ շփում տարբեր մարդկանց հետ, միգուցե նաև բամբասանք, միգուցե նաև լեզվակռիվ, ինչ-որ մեկ հետ կարող չհամաձայնեցնել ինչ-որ բաներ։ Նաև ժամանակն է, կամ ժամանակ գտեք ինչ-որ մի բանի համար, կամ ժամանակն է ինչ-որ մի բան օրինակ սկսելու։ Տեսնենք ինչ-որ ոլորտ է միգուցե տալի։ Չէ, ժամանակն է ձեր կյանքում հաջողություն որպեսզի մտնի, որպեսզի դուք կարողանաք ամեն ինչը հաջողությամբ անել ավարտել։ Եվ սա կարող է լինել մեկակնթարթ, որ ասում է ժամանակն է եկել իրոք ձեզ մոտ հաջողությունների շարանը։ Այդպես կարող եմ ասել ես այս քարտերով։ Եվ քիչ պատմեք ձեր հաջողությունների մասին, բայց սա մեկակնթարթ է, հա, մեկակնթարթ, որևիցե մի հաջողություն ձեզ մոտ կլինի եւ դրան լուրջ վերաբերվեք։ Ինչ էլ որ լինի այդ օրը, եթե ինչ որ պահեր են որ անլուրջ պահեր կարող են թվալ ձեզ, լուրջ վերաբերվեք դրան, հա, խաղի մի վերածեք, որովհետեւ դա ձեր կյանք հաջողություն է բերելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այծեղ ջուրներին դեկտեմբերի 6-ին։ Այդ օրը ձեր գեղեցկությամբ կզբաղվեք կամ առողջությամբ կզբաղվեք, գուցե գնում եք ձեր ընտանիքի մոտ, ծնողների մոտ, գործերը կարող են, զգում եք, որ դանդաղ է բարձրանում, բայց ավելի է կայունանում ձեզ մոտ, ավելի ամրապնդվում է այդ գործերը։ Ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ոմանք հենց ինչ-որ մի ձևով իրենց առողջության հետ կապված, գեղեցկության հետ կապված, ինչ-որ մի բան կթողեք անցյալում եւ նոր ձևով նոր կյանք կմտնեք։ Ոմանք այդ օրը ուսմամբ կզբաղվեն, շատ ինչ-որ բաներ կսովորեք, կքաղեք այստեղից այնտեղից, ինչ-որ հետաքրքիր բաներ կսովորեք։ Եվ ոմանք ճանապարհ են գնալու, ոչ ոգևորված գործեր կանեք, որպեսզի ավարտեք, հյուրեր կընդունեք, դուք գնաք հյուր, սա նաև նոր ծանոթություն է, ում հետ կարող դրսում ծանոթանալ փողոցում, ոչ է բաներ կպատվիրեք, այդ պատվերը կբերեն ձեզ, կամ ինչ-որ լուր կստանաք, տեղեկատվություն։ Ոմանց համար սա զաքսավորում է նաև, այդ օրը կարող զաքսավորվել, կարող ոչ պայմանագիր կնքել հստակ, ինչ-որ բանը ամրապնդելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 6-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, շատ սեր, ընկերներից շատ սեր կստանաք, հարևաններից, հարազատներից, սիրո խոստովանություն, կամ դուք կանեք, կամ ձեզ կանեն սիրո խոստովանություն։ Դե շրջապատում սեր է իշխում։ Նամակ կարող եք ստանալ, սիրային օրինակ նամակ, կամ ինչ-որ մեկի հետ կարող սիրահարվել եք, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ եք լինում, ցուցակ կարող կազմել, փաստաթուղթ ստորագրել, փաստաթղթերը քսերոքս անել, ինչ-որ բաներ դասավորել, հավաքել,
Եվ ինչ որ բանի ժամանակն է, գուցե ժամանակն է հետևել ինչ որ ճիշտ ուղղություն է սա, ժամանակն է իրոք ճիշտ ուղին ընտրել, հա, ձեզ համար։ Ի վերջո վերջնական ուղի ընտրել ձեզ համար։ Գուցե սիրային թեման է, գուցե ընտանիքն է, հա, էլի սիրային թեման է, բայց ընտանիքը ավելի շատ։ Միգուցե նաև կարող է ինչ-որ բաներ եք որոշում ընտանիքի հետ կապված, միգուցե նաև ուրիշ բան է սա, հա, ընտանիքի հետ կապ չունի, սիրո հետ կապ չունի, ժամանակն է ձեզ համար ուղի ընտրելու, կարող է շատ եք տատանվում, չգիտեք ինչ անեք, ինչպես անեք, ուր գնաք, ինչի համար, եւ հիմա արդեն այդ ուղին ասում է ժամանակն է ընտրել, անել, կատարել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 6-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է, միգուցե նոր դռներ է բացվում ձեզ համար կամ այդ տղամարդն է բացում, այդ տղամարդը ձեզ ուղի ցույց կտա, ճիշտ ուղին ցույց կտա եւ դրանից հետո ձեզ մոտ նոր դռներ են բացվում, տրամադրության բարձրացում, միգուցե ինչ որ ելք է ձեզ ցույց տալիս, որ ինչ անել, ինչպես դուրս գալ այս խնդրից կամ այս իրավիճակից եւ դա ձեզ համար իրոք հաջողություն է, ինչ որ հաջողություն տեղի կունենա, որովհետեւ օգնում է այնպիսի միա ձեռք է մեկնում ձեզ, որ իրոք խճճվել եք եւ այն ձեզ օգնում է։ Եվ դրանից հետո արդեն նոր դռներ են բացվում, բարձր տրամադրություն, էներգիավլի կլինեք, ինչ որ բաներ կանեք, կդնեք, կվերցնեք, այդպես։ Թեկուզ եթե ձեր տղան է, հա, սա ասում է, որ ճիշտ ուղի է ընտրել, միգուցե ամուսնանում է այդ օրը կամ նշանադրվում է եւս, հա, եթե ձեր տղային է ցույց տալիս, կարող այդ օրը թեմա կատանը խոսում եք, որ հա, սա անեմ, նա անեմ, կարող այդպես գալիս կիսվում է եւ դա ինձ նշանակում է, որ այո, հա, ճիշտ է իր ուղղությունը, ինչը որ ինքը ընտրել է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։